և ուտում էր միայն բուսական ծագում ունեցող կերակուրներից։ Շատ կարևոր է, որ կյանքի ընթացքում մարդիկ հրաժարվեն նաև անցանկալի արարքներից, ծուլությունից, բարկությունից, իրենց կատնակ լինել բարի, ներողամիտ, շնչող և ամենակարևորը հաճախել եկեղեցին ու աղոթել։ Հայաստանի որոշ վայրերում ուսումնված է եղել մեծ պահքյա աչին օրը, սոխից կամ կարտոֆիլից պատրաստել ակլատից։ Ակլատից զարդարել 7 փետուրներով ու դրել տան որևէ նկատելի անկյունում, կամ կախնել տանիքից։ Այն խորհրդանշել է մեծ պահքի 7 շաբաթներում և օրացույցի դեր է կատարել։ Շաբաթը լրանալու 6 փետուրներից մեկը պոկել են ու գցել թոնիրը, իսկ վերջին 7-րդը պոկել են զատկից 1 օր առաջ և հաջորդ օրը տոնել են սուրբ զատիկը։ Բարեկենդան նշանակում է ուրախություն, բարեկյան և խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտային կյանքը։ Այդ օրը մարդիկ տոնախմբում են, զվարճանում, զանազան կերակուրներ ճաշակում, որպեսզի 49 օր պահք պահեն։ That's
Ադամին ու Եվային պատմում է, որ դրախտի բոլոր ծառի պտուղներից ուտել բացու բարի և չարի գիտության ծառ, սակայն նրանք չեն հնազանդվում Աստծուն և Աստվածը նրան տարբերում է դրախտից։ Վատ արարքներն են նման են արգելված պտղի, որոնցից մարդիկ միշտ պետք է հեռու մնալ, կատարելով Աստծո պատվիրանները։ Մեծ Պարքի երրորդ կիրակին կոչվում է Աննավակի կիրակի, այն Հիսուս Քրիստոսի պատմած ավակներից մեկն է, որտեղ որդին հելանում է հայրական տնից և հետո զուգջում է և վերադառնում տուն։ Տնտեսի կիրակին մեծ Պարքի չորրորդ կիրակին և հիշեցնում է Հիսուս Քրիստոսի պատմած մեկ այլ առատ, անդիրա տնտեսի մասին ով պատմում է իր տիրոջ ողջ ունեցվածքը։ Մեծ Պարքի 5-րդ կիրակին դատավորի կիրակին է։ Աստվածաշնչյան առակում մի դատավորը տեղի է տալիս այրի կնոջ խնդրանքներին և նրա դատը տեսնում է։ Առակում այրի կնոջ կերպարը մեզ սովորեցնում է աղոթել, հավատալ, իսկ Աստված անպայման կլսի և կարձագանքի մեր աղոթքներին։ 6-րդ Գաշտյան կիրակին է։ Այն նվիրված է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն։ Այս կիրակի ամենքս մեծ Պարքի պահոց շրջանում հասնում ենք 6-րդ հանգրվանին, որ մեր հայրերը եկեղեցու տոնացույցի մեջ անվանում են Գաշտյան կիրակի։ Մենք միասնաբար կարողանում ենք ճանաչել մեծ Պարքի կիրակիները, բաժանելով Քրիստոսի հետ չարչարանքի, մեղքի, գիտակցության, ուշքարության, ապահովության լեռը։ Մեծ Պարքի ընթացքում հետայած գցելով Քրիստոսի առաջին գալստյանը պետք է կարողանանք մեզ արժևորել իբրև Քրիստոսի հավատարիմ ծառաներ նրա երկրորդ գալստյան ժամանակ։ Իսկ մեծ Պարքի վերջին 7-րդ կիրակին Ծաղկազարդն այն նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու հիշատակին։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով և կատարվում է ժամերգություն և վանդաստանի կար, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք կապվում են մինչև հաջորդ Ծաղկազարդ։ Անդաստանի արարողությամբ հոդվում են աշխարհի 4 կողմերը, մասնավորապես հայոց հանրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, օրհնվում են վանքերը, ատենն և տարվա փրկաբերությունը, այն նաև մահուկների օրհնության օրն է։ Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը կոչվում է ավագ շաբաթ։ Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկնային կյանքի վերջին շաբաթը։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը։ Ավագ երկուշաբթին մեզ հիշեցնում է անպտուղ թզենու ավագը։ Մի անգամ երբ Հիսուսը քաղց է զգում, տեսնելով մի թզենու ծառ, կամենում է դուրս քաղել և ուտել։ Երբ մոտենում է ծառին, տեսնում է, որ վրան ոչ մի պտուղ չկա։ Ավագ երեքշաբթի օրը կապված է Հիսուս Քրիստոսի պատմած 10 կույսերի մասին։ Լինում են 10 կույսեր, նրանք վերցնում են իրենց լապտերներ և գնում Հարսին ու Փեսային դիմավորելու։ Նրանցից իրանցից 5 կույսեր
Երբ ցեցը սպառնում է, նրանք որոշում են գնալ մի քիչ էլ բերել, բայց վերադառնալով տեսնում են, որ Հեսան արդեն եկել է և կոնյունքսրահի դուռը փակվել է, այդպես իրենք իրենց ապուտության պատճառով մնում են դատարկաձեռն։ Ավակ չորեքշաբթին Հիսուս Քրիստոսի մատուցան օրն է, նրա աշակերտներից մեկը Հուդան 30 գարծաթ դրանով դավաճանում է և անցնում նրա թշնամիների ձեռքը։ Ավակ հինգշաբթին այդ շաբաթվա ամենախորհրդավոր օրն է։ Այդ օրը Հիսուս Քրիստոս ծնկում է իր աշակերտների առաջ և լվանում նրանց ոտքերը, որպեսզի աշակերտներն իր օրինակով երբեք չմեծամտանան, այլ մնան խոնարհ ու համեստ և ծառայեն միմյանց։ Այդ օր Հիսուս վերջին անգամ ընթրում է իր աշակերտների հետ։ Ընթրիքի ժամանակ նա հացը թաթախում է գինու մեջ և տալիս իր աշակերտներին։ Հիսուսի օրինակով քահանաները ամեն կիրակի հաց ու գիրի են տալիս մարդկանց, դա կոչվում է Սուրբ Հաղորդություն։ Ավակ ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության և մահվան օրն է, այդ օրը հիսատակում է դերցարցակներ խաչելություն և մահը։ Իսկ ավակ շաբաթ օրը բոլորը սկսում են պատրաստվել Սուրբ Զատկի տոնին։ Այդ օրը ավարտվում է մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան։ Երբ սկսվում է Հիսուս Քրիստոսի հարության մեծ տոնը, երեկոյան մարդիկ շտապում են եկեղեցի, մասնակցելու Սուրբ Պատարագին, որից հետո բոլորը միմյանց ավետում են Հիսուսի հարության լուրը։ Հիսուս Քրիստոսի լուրն իմանում է երեք հավատացած կանայք, դրանք գնում են քարեր, որտեղ տրված է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Քարերի մուտքը խավար էր, միայն մթություն։ Հիսուս Քրիստոսի հավատացած լուրն իմանում է երեք հավատացած կանայք, նրանք գնում են քարեր, որտեղ տրված է Հիսուսի մարմինը։ Քարերի մուտքը խավար էր, միայն մթություն ու քարերի վրա նստած փոշի, նրանք ներս են մտնում ու տեսնում են, որ քարերը դատարկ են։ Ուր է մարմինը, գուցե սա քարայրը չէ, գուցե մենք մթության մեջ շփոթել ենք ճանապարհը, չի կարող պատահել, որ նա ուղղակի անհետացած լինի, իսկ միգուցե նրա մարմինը գողացել են։ Ինչու եք Հիսուս Քրիստոսին այստեղ փնտրում։ Նա այստեղ չէ, այն հարություն է արել։ Քրիստոս հայրյավ, իմ եղելոց։ Քրիստոս հայրյավ, իմ եղելոց։ Լորն է ծնում դառնում այսպես ու շարունակ պտույտ գալիս, դա հրաշք է ուրիշ էլ ինչ և անունն է այդ հրաշքի հարություն կամ Սուրբ Զատիկ։
Թողարության։ Տատիկ, իսկ ինչու են ձվերը կարմիր ներկում։ Կարմիրը Քրիստոսի արյան գույնն է։ Ուտիս տատիկ, էլ ինչ են պատրաստում զատկի տոնին։ Զատկին երբում են չամչոր փլավ։ Ինչու է զատկի տոնին չամչոր փլավ։ Որովհետև Պրինցը խորհրդանիշը համար ժողովրդի, իսկ չամիչները քրիստոնյաներ։ Իմ թորնիկներ, խելոքուլը, հիմա բերեն տակ փլավ։ Անուշայք, հատատուլը, հետ եշյաց, չաչով փլավ։ Տատիկ, իսկ ինչու են ձուկ կերել։ Թորնիկներս առաջին դարում երբ հալածել են քրիստոնյաների, նրանք միմյանց ձկան նշանով են ճանաչել։ Իսկ ըստ ավետարանի հայությունից հետո Հիսուսը հայտնվել էր իր աշակերտների Տիբերիայի ծովակի ափին, որտեղ նրանք թորնիկներս ձուկ են որսում։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որի գուրվական չէ, այլ հարություն առանց փրկիչը։ Հրեշտակն ավետիս է տվել, հավը հավքիթ է ածել, հավքիթը կարմիր ենք ներկել, ձուկը համով ենք երբել, չանչով ծլավ ենք կերել, կարմիր գինի ենք բերել, զատկի մոմեն ենք կաղել, տեն հարություն է առել։ Մոչվնտավեք դուր գրացոց Քրիստոս հարյակի մերելով, մեծավետիչ սուխնդություն, օրհնալինի թողարություն։ Ողակվեցինք պստիկում ես, տատը նախշուն սապրյոց պրես, բերին գինի ու գինուկը, բանջար ձուկու չամ չոպլավ։ Ատից հետո եկավ զատիկ, հականք շորեց տարմիր պուտիկ, շերեն հարավ պուտիս տավիկ, ձան տոնում ենք ուրավ զատիկ, ատից հետո եկավ զատիկ, հականք շորեց տարմիր պուտիկ, շերեն հարավ պուտիս տավիկ, ձան տոնում ենք սուրբ Նախից գաթա անուշայք, հախով ձվեր մեր շուրջայք, կերած ծորին կարմիր ձվի, իրար զակեք մեկի, ողջույն տվեք դուր դրացոց Քրիստոս հարյակի մերելով, մեծավետի սուխնդություն, օրհնալինի թողարություն։ Ատից հետո եկավ զատիկ, հականք շորեց կարմիր պուտիկ, շերեն հարավ պուտիս տավիկ, ձան տոնում ենք ուրավ զատիկ, ատից հետո եկավ զատիկ, հականք շորեց կարմիր պուտիկ, շերեն հարավ պուտիս տավիկ, ձան տոնում ենք ուրավ զատիկ, շերեն հարավ պուտիս տավիկ, ձան տոնում ենք սուրբ զատիկ, ձան տոնում ենք սուրբ զատիկ։ Տատիկ, իսկ ճիշտ է, որ հաց գետնին գցելը մեղք է։ Այո, ասում են, թե հենց հացի փշուրը գետնին է կնում, երկնքից արտեսանին հրեշտակ է իջնում, և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որը ոտատակ չընկնի, չվղծվի։ Հացը սուրբ է, թե ամենօրյա ուտելու, թե տոնական սեղաններին։ Հայ հացը սկսում է գութանից ու հորովելից, հողից ու դաշտից, խաչից ու աղոթքից։ Այն ապրում է քարքարոտ ճանապարհներով, հնչում հարցեր քթինքով և յուրաքանչյուր պատահի մեջ
անվանում այն մասնակիցը, ում ձյուն չի կոտրվում, ըստ ավանդույթը կոտրված ձյուն բանին է հասնում հաղթողին։ Զատկի տոնին հաջորդող 40 օրերը կոչվում են հինաշրջան, զատիկը ոչ թե մեկ օրյատոն, այլև ժամանակաշրջան։ Զատկից մինչև Փամբաձուն Հիսուս եղում է իր աշակերտներին, հաստատելով միտհայության փաստը։ Քրիստոս հարյակ քննարկելով, սա պարզապես բարև չէ, այլ հավատի արտահայտություն։ Օրհնյալ է արությունը Քրիստոսի։ Դիմացինը պատասխանում է օրհնյալ է արությունը Քրիստոսի ու դառնում այդ հավատքի կիսողը։ Այդ պատճառով մարդիկ միմյանց նշեցնում են այդ դրաշտի մասին, այնքան ժամանակ, քանի դեռ Տերը չի համոզվել երկինք։